60 կողմ 22 դեմ ձայների հարաբերակցությամբ աղմկահարույց ստատուտը վավերացվեց, ընդդիմությունը քննարկմանը չմասնակցեց, բայց քվեարկեց։ Կապիտուլյացիայի ու դավաճանության համար իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում, խորհրդարանում լարված էր։ Լուրջ, կանոնակարգը հարգեք, նստեք կամ դուրս եկեք նախ։ Երկրորդը, դուք էլ պետք է չասեք։ ՄԱԿ-ն Արցախում քաղաքացիական օբյեկտների ոչնչացման նշաններ չի տեսել, ուշացած առաքելությանը Երևանն արձագանքում է։ Անկեղծ ասած, ես լավ չեմ հասկանում, ինչ պետք է անի այսօր ՄԱԿ-ը։ Ռազմական արսենալի ցուցադրմամբ Իրանի ամբողջ տարածքում զորավարժություններ են, մասնակցում են սեփական արտադրության անօդաչուները։ Թշնամին ակտիվ է նաև վիրտուալ դաշտում, հայկական դոմեյնների վրա գրոհը շարունակվում է։ Դեռևս սեպտեմբերի 13-14-ից սկսեցին նկատվել DDoS հարձակումների աճ։ Եվ 25 չավարտվող ժամեր գաղթի ճամփին, ինչպես է 12-ամյա Արենը Ստեփանակերտից դուրս բերել ընտանիքին։